Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 25-ն է 2026 թվական։ Հետընտրական զարգացումներին հետևելով նայենք տեսնենք այսօր կառավարության նիստում ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ նամյոկով կասի մենք չկանք, ինչ կարող ենք անել, չկան։ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի վրա, եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա և Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխանի, ինքը կա, թե չկա։ Հիմա այն ինչ որ տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որից դժգոհում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը չի ընտրել եվրոպական ուղղությունը, ինքը բալանսավորված քաղաքականություն էր վարում։ Շատ դեպքերում մարդիկ ասում են, էդ էլ ձեր Եվրոպան, տեսակ, ամբողջ ծավալով չի օգնում, բայց մոռանում եք, որ մեր Եվրոպայի հետ մեր իշխանությունները չեն որոշել, որ գնում են դեպի Եվրամիության անդամակցության։ Ընդամենը լինելով ԵԱՏՄ-ում փորձել են խաղեր տալ Եվրամիության հետ, ԵԱՏՄ-ն սանկցիաներ է կիրառել, Եվրամիությունը իր դռները բացել է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով է սա ստացվել, ոչ թե մեր կարծիքի կամ մեկ ուրիշի։ Ինքն է այդ քաղաքականությունը վարել, ասել է բալանսավորում եմ, մարդիկ էլ ասում են քո բալանսավորածը մեզ դուր չի գալիս։ Եվ տեսեք, հիմա երբ որ խոսում են, ասում են, այ տեսեք, այս ապրանքը 16 երկիր ուղարկեցինք, այ տեսեք, հիմա դժվարությունները ստանդարտացման հետ կապված է, որ չի բռնում, բայց ով էր ձեզ խանգարում, որ դուք 16 երկիր ուղարկեիք մի քանի ամիս առաջ կամ մի քանի տարի առաջ։ Ինչու եք հիմա փորձում։ Առավոտից 8 տարի դիվերսիֆիկացիայից էիք խոսում, բանեիք դա։ Իսկ ով է ձեզ ասել, որ դուք հիմա պետք է եվրոպական ստանդարտների մասին մտածեիք, այն էլ հափշտապ մտածեիք։ Եվ հիմա ասեք, տեսեք, արագ ձևով փորձում է Եվրոպան մեզ օգնել, այս անել, այն անել, բայց շատ հարցեր կա, որ պետք է մեր ապրանքները ստանդարտներին համապատասխանի։ Գոնե նույն ստանդարտացման մակարդակին ու սերտիֆիկացման մակարդակին համապատասխանի։ Դա էլ է մի բարդ բան, որը կարելի էր անել ժամանակին։ Չէ որ Ռուսաստանը տեսավ, որ Հայաստանի տնտեսությունը անպատրաստ է Եվրոպայի հետ աշխատելուն, այդրամալ մտածեց, որ ինքը այդ քայլը անելով ծնկի կբերի։ Եթե մենք դրանից առաջ այդ քայլերն արածելնեինք, եթե պարբերաբար այդ մասին խոսել ենք, որ պետք է ժամանակին այդ քայլերը անել, ոչ թե մտածել անորակ ապրանքը մեկը Ռուսաստանն ընդունում է, էլ ինչ պրոբլեմ ունենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է մտածի, որ եթե ԵԱՏՄ-ն իր համար այլևս նման խնդիրներ է ստեղծում, ուրեմն պետք է որոշում կայացնի, իսկ մենք այդտեղ ինչ ենք անում։ Եվ շարունակում է Նիկոլ Փաշինյանը. Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են, ի նկատի ունի այն 4 երկրները, որոնք հայտարարություն էին տարածել։ Պետք է հասկանանք, ինչ է դա նշանակում գործնականում։ ԵԱՏՄ ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարող է այսպիսի որոշումներ կայացնել, մի օր արթնանան ու որոշումներ կայացնեն։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանն այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք։ Փաշինյանը հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ շատ սերտ ու ակտիվ աշխատում են, այն կանխավարկածով չեն, որ անշրջելի բան է տեղի ունեցել, և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում, առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ Այսինքն ինքը համարում է, որ այո, կարող է այդ առաջացած խնդիրները ԵԱՏՄ-ի հետ լուծվի, և եթե լուծվի, Հայաստանը կշարունակի ԵԱՏՄ տարածքում մնալ։
Բայց եթե նորից հիմա սկսի Եվրոպայի հետ խաղեր տալ, մեկը Ռուսաստանին ու ԵԱՏՄ-ին դուր չի գալու։ Հազիվ հիմա եկել այն առիթը, որի պարագայում Հայաստանի իշխանությունները պետքա որոշեն հստակ քայլեր կատարել դեպի Եվրոպա, որ նրանք էլ ասեն մի բան ավել ինչով ձեզ օգնենք, որպեսզի կարողանաք այդ քայլերը անեք։ Այլ ոչ թե հիմա էլ վաղը մյուս օրը նորից հետ գնան, ասեն դե տեսակ առանց ձեզ կարող էինք հարցերը լուծել, նրանք էլ ասեին այսքան կորուստներ ունենակ եւ հետո պայմանավորվեն նորից շարունակենք խորանալ ու լայնանալ ԵԱՏՄ-ի տարածքում։ Այս է հարցը, Եվրոպան էլ ասի ձեզանից բան չհասկացանք։ Այսինքն հիմա առաջիկա օրերին այսպիսի հայտարարություններից ու խոսքերից հետո Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ պետք է փորձի հարաբերությունը կարգավորել Ռուսաստանի հետ։ Մի խնդիր, որ մենք մտածում ենք, իսկ ինչ ենք անելու այլընտրանքային շուկաների հետ կապված։ Հիմա տեսնում եք մոբիլիզացնում են տնտեսվարողներին, մոբիլիզացնում են հանրային գործիչներին, փորձում են աշխարհում ցանկացած տեղեր կապեր գտնել, փորձում են մեր հայրենակիցները, որոնք դրսում էին, որ ասում են դուք ինչ գործ ունեք Հայաստանի հետ, նրանց խնդրել, որ նրանք օգտեն, որ կարողանան շուկա գտնել։ Հազարում մոբիլիզացված է ամբողջ աշխարհը, որպեսզի Հայաստանի տնտեսությանը կարողանան օգնել։ Միթե պետք է անպայման գա այնպիսի վերջի կետին հասնի, որ նոր հասկանաք, որ այո, այդ պարագայում կարող է այսպիսի խնդիրներ լինել։ Իսկ այս խնդիրները լուծելի էին, եթե դրա մասին մտածվեր ավելի շուտ։ Բայց որ ժամանակ ասել ենք, մտածեք ասել են դե լավ էլի, այնա Ռուսաստանի հետ աշխատում ենք, ինչ եք կպել այդ ամեն ինչի հետևից, բայց նույնիսկ մի ֆերմերի կամ մի գյուղացու ապրանքի թափվելը նրա ճակատագիրն է։ Նա կարող է այդ վիճակից ուղղակի դուրս չգա, նրա տունը քանդվի, նրա տնտեսությունը քանդվի, դա ձեզ չի մտահոգում, չէ՞։ Ասում եք դե լավ, ոչինչ, հիմա այսքան էլ պրոբլեմ կունենան, ի վերջո հարցը կլուծվի։ Հարցը կարելի է լուծել ավելի շուտ եւ այդ մեկն էլ պրոբլեմ չունենար։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասում է մենք դի ծավալներն ավելացնենք, այս պետք է անենք, այն պետք է անենք, լուրջ տնտեսություն պետք է ունենա, բայց այդ պետքին ով է ասում, պետքին մենք պետք է ասենք, որտեղ մենք իշխանություն չենք։ Ասում ենք ինչ պետք է արվի, բայց դուք պետք է արդեն արած ելնեիր։ Ոչ թե հիմա փաստ է առաջ կանգնելուց հետո մեծ արագությամբ փորձել այդ բոլոր բաներն անել։ Բայց երբ որ ասում ենք, որ մեր երկիրը էս լարված իրավիճակում, այս տարածաշրջանի այս լարված խնդիրների պարագայում աշխարհում հարցերը լուծված չի, ուկրաինական պատերազմը շարունակվում է, նոր աշխարհակարգի հետ կապված ազդեցության խնդիրներ կա, Չինաստանն էս ասեց, Ամերիկան են ասեց, Եվրոպան են արեց, մյուսն, բառավոտից իրգուն չի համար ենք խոսում։ Ասում եք, չէ, Ժորժ ջան, ամեն ինչ լավ է, խաղաղությունը, էսա երկիշներն էլ եկել են, երգում են տրջիկ տվեք, ինչի հետևից եք ընկե։ Ինչ են ձեզ բացատրում։ Դուք պետքա երջանիկ ըլեք, դուք պետքա թրջկոտեք։ Հիմա կանգնում ասում են Ժորժ ջան, բա իմացել եք պետք է մոբիլիզացվենք։ Լուրջ եք ասում։ Նոր իմացաք դրա մասին։ Եվ այս ամեն ինչի հետ կապված շատ ավելի լուրջ ու հետևողական քայլեր պետք է արվի, որ նորից էլի չստացի մենք մնանք ռուսական թակարդում, որտեղ տեսնում եք, թե Հայաստանում ինչպիսի երջանկություն է, ախ էս ինչ լավ է, ապրանքը կփչանա, ռուսների ղադերը կիմանա։ Ինչ ղադեր եք ուզում, որ իմանանք։ Ինչ։ Դեռ դուք այս վիճակում Ռուսաստանի մտածում եք, որ դեռ Հայաստանի ապագան Ռուսաստանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարել Ադրբեջանի Օրդուբադ քաղաքում անցկացված Արևմտյան Ադրբեջան վերադարձի փառատոնը, որի ընթացքում հերթական անգամ հնչել են պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Փաշինյանը պատասխանել է, որ այդ երևույթն ունի պատճառահետևանքային կապեր, սակայն ընդգծել է, որ նույնքան անընդունելի է համարում նաև Հայաստանում Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը։ Դա ընդունելի չէ, բայց նույն կերպ ընդունելի չեն նաև Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Հարցին թե արդյոք կառավարությունը պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել, Փաշինյանը նշել է, որ լուծումը տեսնում է երկկողմ մոտեցման մեջ։ Նրա խոսքով պետք է դադարեցվեն ինչպես Ադրբեջանում Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսության առաջմղման փորձերը, այնպես էլ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը շարունակելու գործողությունները։
Այսինքն դուք տեսնում եք, ինքը մտահոգություն տեսնում է, բայց այդ մտահոգության մեջ մեղադրում է Հայաստանին։ Բա ինչ անի, ինքը ոչ չի կարող Ադրբեջանին մեղադրել։ Մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանը դա անում է, բայց հարց է ծագում, նախ ով է ասել, որ Արցախայության խնդիրը եւ Հայաստանից տեղահանված կամ տեղափոխված Ադրբեջանի խնդիրները կարելի է նույնացնել։ Հենց Նիկոլ Փաշինյանը հատուկ նույնացնում է, որպեսզի դրանով հնարավորություն լեզու դնի Ադրբեջանի բերանում, որովհետև Արցախցին ապրել է իր բնորամնում։ Դա ոնց ես համեմատում նրա հետ, որ խորհրդային միության ժամանակ, երբ որ միութենական հանրապետությունները ինքնիշխան պետություններ չեն եղել, միութենական մի տարածքում ապրող մեկին խորհրդային միության ժամանակ տեղափոխվել է մեկ ուրիշ տեղ եւ նրան տրվել է փոխհատուցում։ Նա ինչ որ բան փոխանակել է, գնացել է։ Ոնց ես դա համեմատում անկախ Ադրբեջանի ժամանակվա տեղի ունեցածի հետ եւ զուգահեռներ անցկացնում։ Դա ինչով է իրար նման։ Խորհրդային միությունն էր պետությունը, Հայաստանը ինքնիշխան պետություն չէր։ Խորհրդային միության տարածքում միտեղից միտեղ է գնացել։ Այն էլ խորհրդային միությունը, երբ որ ինչ որ պարտավորություն ունեցել է իր քաղաքացու առաջ, այդ քաղաքացի հետ կապված ենթադրենք խնայողություններ ա ունեցել խնայ բանկերում։ Հետագայում խորհրդային միությունը փլուզվել է, Հայաստանի իշխանությունը կանգնել ասել է, քանի որ մենք իրավահաջորդն ենք, խորհրդային միության խնայ բանկերի փողերի խնդիրը վերցնում ենք մեզ վրա, որովհետև մենք լինելով խորհրդային միության իրավահաջորդը, խորհրդային միությունից ստացել ենք այսպիսի շենք-շինություններ, այսպիսի ակտիվներ եւ այլ, խորհրդային միությունը չի վերացելու գնացել, այդ պետությունը քանդվել է, բայց այդ պետության ստեղծածը մնացել է քեզ, պարտավորություններն էլ է մնացել, ակտիվներն էլ է մնացել, գույքն ու ամեն ինչը մնացել է քեզ, պարտավորությունը անհամեմատ ավելի քիչ, քան ակտիվները, եւ այդ պարագայում, բայց մեկը կարող է մի փաստաթուղթ ցույց տա, որ խորհրդային միությունը պարտավորություն ուներ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցու նկատմամբ, որ գիտես ինչ, ես քեզ տեղափոխել եմ եւ պարտավորում եմ քեզ վճարել ես մի հատ փաստաթուղթ ցույց կտակ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ համարելով իրան խորհրդային միության իրավահաջորդ, ասել այո, այդ պարտավորությունը խորհրդային միությունը ստանձնել էր, բայց քանի որ խորհրդային միությունը փլուզվեց, այդ պարտավորությունը Հայաստանի Հանրապետությունը վերցնում է իր վրա։ Ինչի մասին է խոսքը, որ փաստերի վրա է հիմնված, որ այդ մարդկանց սպանել են, որ այդ մարդկանց ձեռից ունեցվածք են խլել, այդ մարդիկ ինչ փաստեր կա այն ժամանակվա, այն էլ այն ժամանակ 88 թվականի լավ էլ բացախոսություն էր, ամեն ինչ էլ խոսում էին, ամեն ինչ էլ գրվում էր, այդպես գաղտնի բան չկար։ Ինչն է պատճառը, որ մենք հիմա չենք տեսնում, ոնց ենք մենք հավասարության նշան դնում այդ դեպքում, եւ երկրորդ Ադրբեջանում պետական մակարդակով են խոսում Արևմտյան Ադրբեջանի մասին, Հայաստանում պետական մակարդակով ասում են մոռացեք Արցախը, չխոսեք, որպեսզի հանկարծ չզայրացնենք Ադրբեջանին։ Հայաստանի պետական մակարդակով Արցախը մոռանալն է իրենց քաղաքականությունը, Ադրբեջանի պետական մակարդակով այդ միջոցառումները կազմակերպվում է, Միլի մեջլիսի պատգամավորն է, որը Արևմտյան Ադրբեջանի այդ համայնքի ղեկավարն է, որը որ պատգամավոր է իշխող քաղաքական ուժի կողմից, ֆինանսավորվում է պետության կողմից այդ միջոցառումները, քարտեզներ են տպագրվում, գրքեր են տպագրվում, միջազգային սիմպոզիումներ են անցկացնում, տարբեր հյուրեր են հրավիրում։ Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ միաձայն քվեարկում է, որ այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան, որ դա իրաց հողն է, մոռացել եք։ Ոնց եք հավասարության նշան դնում։ Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան է դնում, որպեսի ասի դուք եք մեր ընդդիմությունն է մեղավոր, որ Ադրբեջան պետությունը մեզանից ուզում է Հայաստանը վերցնի։ Դա լուրջ է, դա։ Եթե ընդեղի ընդդիմությունը խոսեր, մենք էլ դրան չէինք անդրադառնա։ Կասենք, հա դե լավ, մեր ընդդիմությունը մի բան ասում է, իրանց ընդդիմությունն էլ է ասում։ Բայց ընդեղ իշխանության մակարդակով են դա անում, իսկ մեր մոտ
Իշխանության մակարդակով արդարացնում են Ադրբեջանի հարացը։ Նշանակում է դեմը առնելու ոչ հնարավորություն ունեն, ոչ էլ ցանկություն, բայց մտահոգություն հայտնում է Փաշինյանը, որտեղ եթե մտահոգություն չհայտներ, այդ էլ կասեն, չհասկացանք, բա պետական մակարդակով միջոցառում են անում, Հայաստանն ուզում են վերցնեն, քեզ բացարձակ չի հետաքրքրում, չէ, հետաքրքրում է ուղղակի մեղավորը մեր ընդդիմությունն է։ Սա նշանակում է, որ ինքը այդ հարցը չի կարողանալու լուծի, չի ցանկանալու լուծի, ժողովուրդ, ավելի պարզ, էլ ոնց ասի, որ հասկանանք, որ սա էլ է մտել են խոստումների ցանկի մեջ, որը Ալիևին խոստացել է, չէ։ Իսկ հիմա նայենք ուկրաինական պատերազմի հետ կապված, որ սա նույնպես մեր հետընտրական զարգացումների շրջանակում պետք է հասկանանք, թե որն է մեր պետության պատկերացումը, ինչ ուղղությամբ ենք մենք պատկերացնում մեր զարգացումը, այն դեպքում, երբ որ ունենք այսպիսի խորհրդարան, երկու ռուսամետ ուժ, որ կարելի է համարել մեկ միասնական ուժ, երկու տարբեր անուններով, եւ մեկ էլ մի հատ բալանսավորող ուժ, որ մի կոմա, մի օրեն կոմա, վաղն էլ կգնան ուր այդ Ռուսաստան կասի տեսակ, չկոտորվեցինք, դե եկեք իրար հետ նորից հանգիստ աշխատենք։ Իսկ հիմա տեսնենք աշխարհը մեր աչքի առաջ փոխվում է, ինչ է տեղի ունենում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի, ուկրաինական ուժերը գիշերը հարվածել են Ռուսաստանի Դաշնության Կուբանում գտնվող նավթաբազային, իսկ առավոտյան Ուֆայում գտնվող երկու նավթավերամշակման գործարանի, որոնք գտնվում են առաջնագծից 1500 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե առաջնագծից 1500, մի քիչ էլ գումարենք, որովհետև հենց առաջնագծից չեն կրակում, եւ նավթավերամշակման գործարանները, որ Ռուսաստանի համար ինչ սկզբունքային դերակատարություն ունեն, տեսնում եք բենզինի վիճակը անգամ Մոսկվայում, ինչ խայտառակություն է, ինչ խայտառակություն է Ղրիմում, որը իրանց պատվի խնդիրներ, որ Ղրիմը վերցրել էին, այս պարագայում պետք է որ կարողանային, չէ, պաշտպանեին իրենց նավթավերամշակման գործարանները։ 1500 կիլոմետր դրոնը թռնում է, 1500 կիլոմետր թռած դրոնին դուք ոչ կարողանում եք ֆիքսել, ոչ էլ կարողանում եք խփել։ Պատկերացնում եք, քանի նավթավերամշակման գործարան է Ուկրաինան շարքից անել։ Հիմա պետքա դողայիք ամեն մի նավթավերամշակման գործարանի վրա, բայց դուք այդ հեռավորության վրա հարված եք ուտում ու չեք հասկանում, որ վերջ այլևս ավարտված է այդ պետությունը։ Ժողովուրդ ջան, մեզ ուր եք տանում, ավարտված է այդ պետությունը։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Այսօր առավոտից իրիկու խոսում են, որ արդեն դեսանտը իջնելու է, Ղրիմը վերցնի։ Արդեն ուկրաինացիք պատրաստվում են արդեն ջոկատները մտցնեն եւ Ուկրաինան Ղրիմը արդեն վերահսկողություն հաստատեն։ Եվ դա այդ խոճապը տարածում են ռուսները, Ռուսները տարածում են ու այդ վախից արդեն մարդիկ ուզում են փախնեն, ճանապարհները փակել են։ Մինչև այս հարվածները Ղրիմին, ասում են ժողովուրդ ուրիշ տեղ մի գնացեք, հանգստացեք, տեղ կա որ դες չեն ընդունում, տեղ էլ կա որ սկինչի գնաք իրանց հարստացնեք, գնացեք Ղրիմ։ Մարդիկ եկել են, հասել են Ղրիմ, հիմա ուզում են հետ գնան, չեն կարող գնան։ Ճանապարհները փակ է։ Եկել է հանգստանալու, ճանապարհը փակվել է։ Էլ չեմ ասում, որ մարդիկ ուզում են պարզապես փախնել Ղրիմից, ուզում են ճողոպրել, փախնել Ղրիմից, չեն կարողանում նույնիսկ փախնել։ Դուք պատկերացնում եք այդ վիճակը այդ մարդկանց, սնունդ չկա, հոսանք չկա, վառելիք չկա, էս է ձեր պահածը։ Հիմա մեզ էլ ասում են դուք չեք հասկանում, որ Ռուսաստանն է մեզ պահում։ Ժողովուրդ ջան, լավ էլի, դե ամոթ է էլի, ամոթ է էլի։ Մեռանք բացատրելով էլ ոնց ասենք լավ։ Դուք չեք տեսնում Պուտինի վիճակը։ Մեր հեռահար գործողությունները հետևողական ճշգրիտ պատասխաններ են Ռուսաստանի կողմից պատերազմի երկարաձգմանը եւ ուկրաինական քաղաքների ու համայնքների վրա հարձակումներին։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան իրականացնում է երկարաժամկետ պատժամիջոցների ծրագիր եւ շնորհակալություն է հայտնել զինվորներին ճշգրտությունն ապահովելու համար։ Ռուսները պետք է մտածեն իրական դիվանագիտության մասին, այլ ոչ թե փորձեն կրկին խաբել որևէ մեկին կամ ժամանակ շահել։ Պատերազմը պետք է ավարտվի, ընդգծել է Զելենսկին։
Հիմա սա է վիճակը ժողովուրդ ջան, եւ դուք տեսեք, որ այս պարագայում Հայաստանում էլի նորից ժողովրդին տրամադրում են, որ եթե մենք Ռուսաստանի հետ լավ չլինենք, տեսեք մեր գլուխը ինչա գալու, մենք Ռուսաստանից ենք կախված, դուք սա նորմալ եք համարում ժողովուրդ ջան, ինչ է կատարվում այս ազգի հետ, ես չեմ հասկանում, այսինքն այս ամեն ինչը դուք չեք լսում, հա, չեք տեսնում, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, վերջերս Մինսկում հանդիպել եմ Զելենսկու ներկայացուցիչների հետ, Կիևը հասկանում է, որ Մինսկը չի կարող պատերազմի մեջ ներքաշվել, Կիևին ասել է, որ չենք կարող, բա ինչ էր պատահել, բա փետրվարի 24-ին հարցազրույց էիր տալի, ասում էիր մաքսիմում 3-4 օր է տևել, այնտեղ չկա մեկը, որ մեր դեմ կռվի, մեր հոգնակի էր խոսում, Բելարուսին էլ էր համարում որպես կռվող կողմ, Բելարուսի տարածքներ Ռուսաստանը օգտագործեց, հիմա ասում է, բայց մենք ինչ գործ ունենք պատերազմի մեջ ներքաշվենք, Լուկաշենկոն շեշտել է, որ Բելարուսը չի ձգտում ներգրավվել պատերազմում եւ հերքել է այն մեղադրանքները, թե Ռուսաստանը ճնշում է գործադրում այդ ուղղությամբ։ Իհարկե ասել է, ինչ ուզում ալեմ մենք Ռուսաստանի կողքին ենք, բայց Ուկրաինայի դեմ դուրս չենք գա։ Զելենսկու ներկայացուցիչներին դա պարզ բացատրել է ու հիմա էլ հրապարակային ներկայացնում է, որ այդ մարդկանց հետ հանդիպել է։ Զելենսկին նշել է, որ հարցը բազմիցս քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ հավելել է, որ Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերում ընդգրկված աշխատող մարդիկ չեն ցանկանում կռվել բելարուսների դեմ, ինչպես եւ բելարուսներն իրենք չեն ցանկանում պատերազմել ուկրաինացիների հետ։ Նախագահը կոչ է արել խուսափել լարվածությունից եւ հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով Ռուսաստանի եւ Բելարուսի շահերը։ Այսինքն դուք տեսաք, ինչի մասին է խոսքը եւ այն Լուկաշենկո, որ մեծ խոսում էր որպես միութենական պետություն Ռուսաստանի հետ, Ուկրաինային ասում է մենք ձեր հետ կռվելու ցանկություն չունենք եւ շարունակությունը նայեք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Բելարուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնց օգնությամբ Ռուսաստանը համակարգել է Ուկրաինայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Ինձ հայտնի չէ վերահեռարձակման կայանները ապամոնտաժվել են թե ոչ։ Կայանները չեն ապամոնտաժվել, բայց կայանները անջատվել են։ Երբ որ Վոլոդիմիր Զելենսկին տվեց 7 օր, 1 շաբաթ, Լուկաշենկոն կտրուկ ձևով արձագանքեց, այդ տեր մնացել ու այդ հանձնարարությունը կատարեց 3 օրում, ժողովուրդ ջան։ Այնպես որ կարող է գիտեք Լուկաշենկոն այն մարդն է, որ պետք է իրան մի շաբաթ 10 ինքն էլ ձեր ասածները լսի։ Ինքը չի լսելու ձեր ասածը եւ կատարելու է դա 3 օրում, ժողովուրդ ջան։ Այ էս է վիճակը։ Այ հիմա դուք տեսնեք։ Եվ գիտեք ինչ, այդ թող հիմա սա սովորի Դոնալդ Տրամփը, որ ամեն շաբաթ, մի շաբաթ ժամանակով վախացնում էր Իրանին, չնայած իր ժամկետը մինչև 2 շաբաթ էր։ Ինչ ուզմալներ ասում է 2 շաբաթից էս կլինի, 2 շաբաթից էս կանենք, 2 շաբաթ։ Եթե 2 շաբաթից չլինի, տեսեք ինչ են կանելու եւս 2 շաբաթից։ Ուտեց, իր թիվն էլ էր։ Հիմա թող նայի, երբ որ մի հատ ուլտիմատումը ներկայացնում են, 3 օր հետո հանձնարարությունը օդում կատարվում է, որովհետև գիտեն, որ կատակ չի անում։ Գիտեն, որ դա ասել է Մոսկվային հարվածելուց հետո։ Այսինքն ցույց է տվել, թե ինչ օրը կարակցի Բելարուսը։ Իսկ հիմա նայենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, Զելենսկու գործերը վատ չեն։ Լսեք, ինչպես էլ նայեք, նրա գործերը վատ չեն։ Համենայն դեպս նա դիմանում է, երկու կողմերից է շատ մարդ է զոհվում, բայց ես կարծում եմ, որ նրա գործերը վատ չեն։ Բայց հո մենք չենք մոռացել, թարսի պես հիշողությունից էլ վատ չենք, որ 2025 թվականի փետրվարի 28-ին, երբ որ հանդիպեց Վոլոդիմիր Զելենսկու հետ, այնտեղ է Ջեյդի Վենսն էլ մասնակցում էր, թատերականացված մի հատ հարցակվեցին Զելենսկու վրա, սկսած նայեց ինչի կոստյումով չես, եւ այլ, խաղաքարտեր չունես, էսա այնա եւ այլ, եւ մենք տեսանք արդյունքում ինչ եղավ։ Համակրանքը Զելենսկու կողմն էր
Ամերիկայի հասարակության ճնշող մեծամասնություն փորձեց ցույց տա եկել է մեզանից փող ուզի, մեզանից կախված է եւ այլ ու տեսակ ինչ տեղի ունեցավ եւ Եվրոպան ոնց պինդ կանգնեց Ուկրաինայի թիկունքին։ Իսկ հիմա նույն Դոնալդ Տրամպը գտնում է, որ Ուկրաինայի գործերը վատ չեն, բայց այն ժամանակ օգներ Ուկրաինայի գործերը շատ լավ կլինեին, աշխարհի գործերն է շատ լավ կլինեին։ Եթե մինչև ընտրությունը չասեիր, որ գալու է պատերազմը կանգնացնեմ, Ռուսաստանը վաղուց էս պատերազմը կանգնացրած կլներ։ Ռուսաստանին ինչի հույսով արեցիր, որ հետա կարող է դու գաս եւ շարունակվի այս պատերազմը։ Այս պատերազմի արունը մնաց Տրամպի որոշման վրա։ Վաղը մյուս օրը պատմությունը դրա տեղը ցույց է տալու, ժողովուրդ ջան, կներեք։ Հա, իսկ հիմա տեսնում եք, որ արդեն եթե մեկը վճռականորեն պաշտպանում է իր պետության շահերը, ոնց է հասարակական կարծիքը փոխվում։ Ուսա նաև նրա համար, որ երբ որ ինչ-որ մի բան, ինչ-որ միջազգային կառույց որոշում է, Նիկոլ Փաշինյանն ասում էր, վերջ, դա արդեն ճակատագիր է։ 96 թվականի դեկտեմբերի 3-ին, եթե Լիսաբոնում ասել են ինքնիշխանությունը Արցախի դա պետքա լինի բանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, վերջ, դա արդեն վերջ, արդեն որոշումը կայացված էր։ Դրանից հետո ինչքան է աշխարհում բան փոխվել, անգամ պետություններ են ստեղծվել բանից հետո, Լիսաբոնից հետո, պետություններ են ստեղծվել, Մակն է ճանաչել է։ Դրանից հետո եղել է Կոսովոյի դեպք անջատում հանուն փրկության։ Եթե ՄԱԿ-ը նույնիսկ չի ճանաչել, ապա 100-ից ավել պետություն նրա գոյությունը ճանաչել է։ Բայց չէ, վերջ, իսկ միջազգային որ կառույցը չէր գտնում, որ Ուկրաինան ավարտված է այլևս։ Հիմա դուք տեսել եք վիճակը ինչա կատարվում։ Հիմա դուք գործնականում Ռուսաստանում կատաստրոֆիկ վիճակ է, ժողովուրդ ջան, ուր են տանում մեզ մեր հրապարակային գործիչները, քաղաքական գործիչները։ Ու հիմա էլ ընտրությունների հետ կապված նայում ենք, հիմա էլ ասում են, բա այս մեկին կալանավորեցին են, մեկի հետ կապված դատախազությունը դիմել է, բա այս են անում են, ժողովուրդ ջան, բա ինչ էիք ուզում լներ որ։ Բա ընտրությունից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հենց ընտրվեմ, ձեզ սննկացնելու եմ, կոխելու եմ բանտ։ Հետներդ էլ մարդ եմ գցելու, որ հետներդ զբաղվի։ Այդ դուք էիք ասում, որ ինձ հետ առյուծ եք ուղարկելու, որ հետը զբաղվի։ Տեսեք ինչ եմ անել, դուք չգիտեիք, որ անելու է։ Նորություններ ձեզ համար։ Բա որ ձեզ ասում էինք, որ եթե մենք ընտրվենք Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, մենք գանք խորհրդարան, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չեր ունենա։ Բան չէիք, ձեր գործը թողել էիք, մեր հետևից էիք ընկել։ Քանի ուժ էիք վարձել, քանի վարձկան էիք վարձել, որ հանկարծ շնորհապետականը չանցնի, ձեր կարծիքով, որ մենք չանցնենք, ձեր կողմից էին անցնելու, մեծամասնություն էիք ունենալու, ունեցաք։ Բա հիմա ումից եք նեղանում։ Այն ինչ որ ձեզ խոստացել է, որոշել է անի։ Բա դες էլ ասում էինք, որ մենք բանակ չենք թալանել, Արցախի հետ կապված բանակցություն չենք վարել, դղյակներ չենք կառուցել, ոչինչ չունենք, որպեսի մեր դեմ մեզ հետ վարվեր այնպես, ինչպես ձեր հետ։ Մեր ստացած ձայները մաքուր ձայներ էր, բայց որով չէինք թողի, որ ինքը անցնի այդպիսի նախընտրական խոստում տար եւ հետընտրական էլ անցներ դա կատարելու։ Համենայն դեպս մենք թույլ չէինք տա, կկանգնեինք, կասեինք, ես ինչ եք անում։ Երջանկացած որոշեցիք, որ մենք չանցնենք, դե հիմա գնացեք մտեք ճաղերի հետևը, գնացեք թող ձեր ձեռից խլեն այդ ամեն ինչը։ Բա ինչ եք ուզում, մենք ինչ մանդատով կանգնենք, ասենք, ինչու եք այս անօրինականությունը։ Մի հատ հրապարակային խոսքը ասում ենք, այդ չեք թողել։ Ես 66 տարի պատգամավոր չեմ եղել։ Մի 66 տարի ստեից են կողմ չեմ ելնի։ Իմ կյանքում բան չի փոխվել։ Այդ ձեր կյանքում կարող բան փոխվել, որ ես պատգամավոր ելնեի։ Այդ մանդատն օգտագործեի ձեզ համար գործ անելու համար։ Այդ ձեզ համար կարող փոխվել, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը մտներ, ոչ նրան միանար, ոչ նրան միանար։ Բա մի ումից եք բողոքում։ Բայց երեք քաղաքական ուժեր իրար
կանգնեցի կասիկ ով առավելագույն ձայն ստանա մենք վարչապետի թեկնածուն ինքը կլինի դու գնում ես ընտրության դու գնում ես հաղթելու ո՞նց ես կանգնում ասում ես գնում եմ ընտրության բայց եթե ինձանից շատ ինքը ձայն ստացավ մենք միանալու ենք վարչապետը ինքը ալնի գնում ենք ընտրության մեր թեկնածուն էլ վարչապետը ալնելու ըստ ձայների քանակի կորոշենք հետընտրական այսօր ժողովրդին ո՞նց ես գնում ասես ձայն տուրի ինձ տանեմ ձայնը տամ Սամվել Կարապետյանին դրամ էլ չեն տա էլի բարձ չի կասեն եթե Սամվել Կարապետյանն է նա կգնանք իրան կտանք ամբողջը տոկնեցիք որ ձայնը Սամվել Կարապետյանը ստանա Սամվել Կարապետյանն է բլեֆն արեց Ռուսաստանից մարդ են բերել որ ընտրվեն Նիկոլ Փաշինյանն էլ հակառակ կողմի ժողովրդին ասեց տեսեք մի քանի 100,000 ձայն դրսից բերել է իրականում այդ մի քանի 100,000 ձայն իրականում չէր բերել սովորական հերթական շարքային ստախոսություններ ինչպես մնացած բոլոր ստախոսությունները այդ օգտագործեց Փաշինյանը եւ ժողովուրդը գնաց Փաշինյանին ընտրեց ու Սամվել Կարապետյանն էլ այդ հավաքած ձայներն էլ ինքը չստացավ այսինքն դա պակասեց Ծառուկյանից պակասեց Քոչարյանից, բայց նաև չավելացավ Սամվել Կարապետյանի վրա, որովհետև Սամվել Կարապետյանից վախեցան, որ երկիրը տանում է դեպի Ռուսաստան։ Այդքան ներխելքները հասնում։ Բայց ամեն ինչի մասին չենք ասել։ Հիմա էլ ասում են ժողովուրդ իմացել եք։ Խոստացել էր, որ տանի ճաղերի հետևը գցի։ Տանում է, ինչ եք առաջարկում։ Գնացեք վարձկաններին վարձեք։ Վարձեք ասեք ընենց անենք շնորհապետական կուսակցությունը չանցներ դե գնացեք ձեր հարցերը լուծեք Սահմանադրության 94-րդ հոդվածով պատգամավորը ներկայացնում ամբողջ ժողովրդին կապ չունի քանի տոկոս ձայն է ստացել համապետական ընտրություն է մեծամասնական ընտրակարգ չի գայիք կասեիք Պարոն Սիմոնյան, պարոն Անտինյան, էս ի՞նչ է կատարում այս երկրում։ Բարձրացրեք այս խնդիրը, անեք այս բանը, այս ինչ օրենսդրական նախաձեռնության կարևոր հարց կա օգնեք, այս ինչ հարցը բարձրաձայնեք, ազգային ժողովի ամբիոնից տամն ինչն ասեք, ինչ կապ ունի դա ռուսամետա թե ինչ է, հայացքը ինչ կապ ունի։ Դու ժողովրդին ես ներկայացնում։ Պայքարեցիք ժողովուրդ ջան, հանգստացաք։ Դե գնացեք մտեք կամերա, ինչ եք ուզում։ Դրա համար այն ինչ որ մեր ձեռից գալիս է որտեղ արտախորհրդարանականի հետ կապված մանավանդ տեսակ Եվրոպայի հետ աշխատելու հետ կապված ինչքան նոր խնդիրներ բացվեց, բայց նաև քաղաքական առումով էլ պետքա լուրջ հետևողական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Իսկ հիմա նայենք նաև Իրանի հետ կապված խնդիրներն էլ մեզ համար պակաս կարևոր չի, որտեղ այսօր էլ էր թրիպից էր խոսում Նիկոլ Փաշինյանը, որ պետք է այդ ամեն ինչը անենք ու շատ լավ հասկանում ենք, որ մինչև Իրանի եւ ներողություն Ամերիկայի հարցը չկարգավոր է, թրիպը խիստ կասկածելի է, որ ինչ որ պայմանավորված ժամկետներով ու ծավալներով այդ խնդիրը կյանքի կկոչվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան բալիստիկ հրթիռների վերաբերյալ բանակցություններ չեն եղել եւ չեն լինի Միացյալ Նահանգների հետ։ Մենք անվստահություն ենք հայտնում Միացյալ Նահանգների նկատմամբ, քանի որ բանակցությունների ընթացքում մեզ վրա երկու անգամ հարձակում է կատարվել, միևնույն ժամանակ մենք միշտ պատրաստ ենք եղել եւ մնում ենք երկխոսության եւ խաղաղության։ Մենք հավատարիմ ենք վերջին համաձայնագրում ստորագրվածին։ Եթե մյուս կողմը հավատարիմ մնա իր պարտավորություններին եւ չշեղվի համաձայնեցված շրջանակից, ապա մենք կգործենք մեր պարտավորությունների համապատասխան։ Ինչու նաեւ սա ասեց, որովհետեւ Դոնալդ Թրամփը համառորեն պնդում է, որ բալիստիկ հրթիռների հետ կապված էլ պայմանավորվածություն է ձեռք բերված։ Պարբերաբար դա հերքում է իրանական կողմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Իրանն այս պահին շատ հարմարվողական է։ Նրանք համաձայն են իմ բոլոր ցանկություններին եւ նրանք պետք է դա անեն։ Հակառակ դեպքում մենք պարզապես կվերադառնանք եւ կանենք այն, ինչ պետք է անենք։ Պատերազմը շատ լավ է ընթանում, ինչպես գիտեք, մենք հաղթում ենք մեծ տարբերությամբ։ Իրանը շատ մեծ զիջումների է գնում։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց սա շատ հզոր էր։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Ժողովուրդ, ես չգիտեմ ինչ պատերազմի մասին է խոսքում, ինչն է շատ լավ, ինչն է շատ հզոր։ Այս մարդը իրականության զգացողությունը լրիվ կորցրել է։ Ինչ ես բանակցում, սեղանին ինչ դուխտա գրած, Ամերիկան ինչ պարտավորություններ է ստանձնել, արդյունքում ինչ ես ներկա, ինչն է զիջել Իրանը, այդ փաստաթուղթը արդեն հրապարակված է ժողովուրդ ջան, բոլորը կարդացել են։
Իսրայելի վարչապետ Նեթանյահու ինչ է ասում, քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, մենք կպահպանենք անվտանգության գոտին Լիբանանի հարավում։ Իսրայելը խնդիր, որը Ամերիկային ասել է Իրանը, եթե Լիբանանի տարածքը չազատեք, ուրեմն իմացեք բանակցությունները հետագա ընթաց չի ունենա։ Ես իմ չափահաս կյանքի մեծ մասը նվիրել եմ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու, ես պատրաստ չէի թույլ տալ, որ հրեական պատմության հազարամյակների շղթան կտրվի այն պատճառով, որ այաթոլլաները միջուկային զենք ձեռք բերեն։ Այսինքն սա ակնհայտորեն խոսում է այն մասին, որ այն ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն անգամ Վաշինգտոնում, Լիբանանի եւ Իսրայելի միջև, այն ինչ պայմանավորվածություն Ամերիկայի եւ Իրանի միջև, մենք զորքը հետ չենք քաշելու։ Դե հիմա դրա հետ կապված պետք է Ամերիկան կարողանա բացատրի, թե ոնց է որ Իսրայելը տենց համառորեն դեմ է տալիս, ասում է էսա, չեմ անելու դա։ Այսինքն կասկածի տակ է դնում այն համաձայնագիրը, որը պետք է կնքվի Իրանի հետ, որովհետև ընդամենը հիմա քննարկվում է հուշագիրը, ոչ թե համաձայնագիրը։ Այն ինչ որ ստորագրվել է, ընդամենը հուշագիրն է։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելը դուրս է եկել Լիբանանի հարավային տարածքներից, որոնք գրավել էր լիբանանյան Հեզբոլլահ շարժման դեմ պատերազմի ժամանակ։ Պետքարտուղարության պաշտոնյան չի նշել, թե որքան տարածքից է Իսրայելը հետ քաշվել կամ հստակ որտեղից է տեղի ունեցել նահանջը։ Այս մոդելը կկրկնվի ամբողջ հարավային Լիբանանում, հնարավորություն տալով տեղահանված ընտանիքներին անվտանգ վերադառնալ, վերակառուցել հարավը եւ վերականգնել Լիբանանի լիակատար ինքնիշխանությունը, որովհետեւ սա խոստացել է Իրանին, բայց հիմա տեսնենք դա այդպես է, թե չէ։ Իսրայելի անվտանգության եւ ռազմական պաշտոնյաները սակայն հերքում են, որ Իսրայելի բանակը դուրս է եկել Լիբանանի տարածքի որոշ մասերից։ Պատկերացնեք հերթական անգամ ցանկալին իրականության տեղ ցանկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներն անցկացնի, Իսրայելն ասում է տենց բան չկա։ Պաշտոնյաների խոսքով իսրայելական զինվորականներին դեռևս քաղաքական առաջնորդները հրահանգ չեն տվել դուրս գալու մասին։ Իսրայելի բանակի հնարավոր դուրսբերումը հարավային Լիբանանի տարածքներից քննարկվել է Իսրայելի եւ Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների ընթացքում, սակայն կողմերը դեռևս որևէ համաձայնության չեն հասել։ Ու դա տեղի է ունեցել Վաշինգտոնում, այնպես չի որ Վաշինգտոնում չեն լսել, որ համաձայնության չեն հասել, բայց որպեսի Իրանին խաղաղացնի, ասում է հանգիստ տեղի զորքը դուրս է եկել Իսրայելն էլ հերքում է Ամերիկայի ասածը։ Ժորժ ջան, ես ինչ մանկապարտեզ է։ Մենք սրա վրա ենք կառուցում, թրիփը որ պետք է կառուցենք։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին, այդ թվում Պակիստանին, Կաթարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին եւ Թուրքիային։ Սա անհրաժեշտ է փոխըմբռնում ամրապնդելու եւ տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության հիմքերը դնելու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ իսլամական ումմայի միասնությունն ու համերաշխությունը կարևոր են ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար։ Եվ տեսեք Իրանը այտենց այս կարգի հարցերում այնուամենայնիվ չի մոռանում պարբերաբար նշել, որ իսլամական պետությունները պետք է իրար հետ համագործակցությամբ պայմանավորվածության միասնականության շրջանակներում գործեն, բայց մենք իր հարևանն ենք եւ իսլամական պետություն չենք։ Դա մեզ պետք է մտահոգի, որ անընդհատ իրանք կրոնական գործոնը առաջի պլան են մղում։ Մենք իսլամական պետություններով պետք է միասնական գործենք, ում դեմ միասնական գործենք։ Ինչ ուզմալ է, արդեն դա առաջացնում է զգուշավորություն։ Այն երկրի հետ, որի հետ մենք խնդիր չունենք, բայց նրա մոտեցումները արդեն խնդրահարույց են։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղայի։ Իրանցիները գիտեն, որ թշնամու չարամիտ մտադրությունը չի ավարտվում համաձայնագրի ստորագրությամբ եւ յուրաքանչյուր քայլ կձեռնարկվի զգոնությամբ եւ հաշվի առնելով վերջին 5 տասնամյակների փորձը, մասնավորապես վերջին 1.5 տարվա իրադարձությունները։ Պարտադրված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարությունները չեն օգնի մեղմել իրանցիների խորը անվստահությունը, այլ միայն կհիշեցնեն նրանց անցյալի խախտված խոստումների մասին։ Ամերիկյան իշխող վարչակազմը պետք է հիշի, որ պարտավորության դիմաց սկզբունքը պահանջում է փոխադարձ պարտավորությունների կատարում եւ այն մեկնաբանությունների մերժում, որոնք լիովին հակասում են փոխըմբռնման հուշագրի հստակ տեսքին։ Հիմա դուք տեսնում եք, որ Իրանն է, որ Դոնալդ Թրամփը ներկայացնում էր, որ սենց ինչ ասել եմ արել են, ինչ ասել եմ
ինչ ուզեցել եմ իրանցից ստացել եմ, լուրջ հիմա դուք գտնում եք, որ ինքը ճիշտ է ասում, բայց ամեն ինչը նաև ազդում է, չէ՞, մեր այդ պայմանավորվածություններին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո մի հատ տեսեք ինչ է բացատրում, թե մենք ցանկանում ենք գործարք կնքել Իրանի հետ, մենք չենք ցանկանում, որ դա լինի գործարք ամեն գնով, այսինքն ամեն գնով զիջումների չենք գնալու Իրանին, բայց մեր Իրանը պրծել է, ինչ ուզել ենք ստացել ենք։ Ժորժ ջան, դուք իրարից խաբար չեք։ Դոնալդ Տրամփը, որ հայտարարում է, Մարկո Ռուբիոն չի լսում։ Մենք ցանկանում ենք լավ, իրական, ստուգված գործարք, որը պահպանվում է, եւ կարեւոր է, որ բանակցային գործընթացի ընթացքում կամ դրանից հետո ձեռք բերված ցանկացած համաձայնություն պահպանվի։ Այսինքն գտնում եք, որ դուք պետք է պարտադրում եք Իրանին, որ Իրանը գնա համաձայնության, ինչ ուզել եք համաձայնվել, բայց Իրանը կարող է հետագայում այդ պայմանավորվածությունը խախտի։ Այսինքն նշանակում է այնպես չի, որ Իրանը աղերսում էր պայմանագիր կնքել, եթե ինքը պետք է դա խախտի։ Ավելի պարզ բացատրեք, թե ինչ է կատարում, որն է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պարսից ծոցի դաշնակիցներին հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի նրանց շահերը։ Նա մերձավոր արևելքեր մեկնել նպատակ ունենալով Իրանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախնական համաձայնագիրը ներկայացնել տարածաշրջանային գործընկերներին։ Այդ տարածաշրջանային գործընկերներն էլ են կարողանում կարդալ, թե այդ համաձայնագրի կետերն ինչ է, բովանդակությունը ինչ է, բայց Մարկո Ռուբիոն ժամ առաջ քցվել է, գնացել է արաբական երկրներին, ամոզի, տեսեք, համաձայնություն ենք ձեռք բերել, ստեյցենքում ձեր անվտանգությանն էլ տեր կկանգնենք, ձեր նավթն էլ նորմալ կվաճառենք, մի խոսքով շարունակում ենք լինել ձեր գործընկերը։ Բայց այն անվստահությունը, որը առաջացավ Միացյալ Նահանգների հանդեպ, այդ անվստահությունը դեռ ժամանակապետ, որ մարդիկ կարողանան մարսեն ու հասկանան, թե իսկապես կարելի է վստահել, թե չէ։ Իմաստը որն էր այս ամեն ինչի մեջ մտնել եւ հետո այսքան իրավիճակը ապակայունացնելու պարագայում ամեն գնով ցանկանային, որ համաձայնության գալ բանի հետ, Իրանի հետ։ Մի բան էլ արագ ասեմ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, հանրապետության ռազմածովային ուժերը Սիցիլիայի մոտ կալանավորել են Դելիվեր լցանավը, որը պատկանում է Ռուսաստանի Դաշնության այսպես կոչված ստվերային նավատորմին եւ այն անցնում էր ծովային իրավունքի խախտումով։ Մակրոնը նշել է, որ Եվրոպան կշարունակի բոլոր անհրաժեշտ ջանքերը Ուկրաինայում ամուր եւ կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար։ Այսինքն այս նավերը դրա համար են։ Մենք թույլ չենք տա, որ ստվերային նավատորմը շրջանցի պատժամիջոցները եւ ֆինանսավորի ռուսական ռազմական ջանքերը։ Եվրոպան վճռական է, այն կշարունակի բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի համար պատերազմի գինը բարձրացնելու եւ Ուկրաինայում ամուր ու կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար, գրել է Մակրոնը։ Այն էլ տեսակ հիմա աշխարհը ուկրաինական պատերազմի հետ կապված ինչպես է, տեսնում եք ինչ է կատարվում եւ մեկ է տեսնում եք հայաստանյան օրակարգը ոնց են սպասարկում Ռուսաստանի շահերը, ժողովուրդ ջան։ Հիմա դուք պատկերացնում եք, թե ինչքան անելիք մենք ունենք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։